Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Նորընտիր ազգային ժողովն արդեն 4-րդ օրն է աշխատում է։ Դեռևս ընթանում են ղեկավար կազմի ընտրությունները, բայց քաղաքական ուժերն արդեն հասցրել են ներկայացնել իրենց առաջին դիրքորոշումներն ու հակադրությունները։ Ինչ խորհրդարան է ձևավորվում Հայաստանում, ինչպիսի քաղաքական մշակույթ է նկատվում եւ ինչ մարտահրավերներ են սպասվում նոր գումարման ազգային ժողովին։ Այս մասին այսօր զրուցելու ենք Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ։ Պարոն Մարուքյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Այսպիսով 4-րդ օրն է մեր նոր գումարման խորհրդարանը արդեն աշխատանքային գործընթացի մեջ է եւ ձեր առաջին տպավորությունները։ Գիտեք, ես կարծում եմ 21 թվականի փորձը նույն կրկնվում է, երբ որ չկան որևէ քննարկում Հայաստանի Հայաստանի արչև ծառացած մարտահրավերների մասին, չէ՞ հարցնում են իրար ամուսինդ ոնց է, քերիդ ոնց է, ամուսնուդ Range Rover-ը ինչ եղավ, այն մյուսի կին ինչքան աշխատավարձ ստանում, հետո ում եղբայրն է որտեղ, այսինքն այդ հավաքված մարդիկ քննարկում են միմյանց անձնական հարցերը, որի վրա Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կարծում եմ թքած ունի, էլի այդ անձնական հարցերը Հայաստանի Հանրապետության ժողովրդին չի հետաքրքրում։ Հայաստանի Հանրապետության ժողովրդին հետաքրքրում է Հայաստանի ապագան, սպասվող մարտահրավերները եւ արդյոք այդ սպասվող մարտահրավերների համար adekvat պարլամենտ ունենք ձևավորած։ Մյուս կողմից դուք կասեք դե մեր ժողովուրդն է ձևավորել դա ինքը իր ձևավորած պարլամենտը, դա էլ կարող է լինել փաստարկ, բայց ես կարծում եմ տոտալ հիասթափության է բերում արդեն իսկ է սկզբի օրերը եւ ես անկեղծ եմ ուզում ձեզ ասել որևէ հույս չեմ կապում այս պարլամենտի հետ նախ այն լեգիտիմ չէ պարլամենտում պետք է լինեին 3 ընդդիմադիր ֆրակցիաներ բայց 2 ընդդիմադիր ֆրակցիա է երրորդ ընդդիմադիր ֆրակցիայի մանդատները վերցրել են իրար մեջ բաժանել են համ իշխանությանն է փայ հասել համ էս ընդդիմադիր ուժերին այտենց համերաշխ նստել են բայց այտենց մեկ-մեկ հիշում են ասում են բայն մյուսի մանդատներն ինչ եղավ այտենց երևի դες նորմալ է էլ ինչ ասեմ Պարոն Մարուքյան բայց արդյոք առաջին իսկ օրերին դուք սպասում եք որ պետք է այսպես լուրջ Հայաստանի արչև ծառացած խնդիրների քննարկում տեղի ունենար չէ որ դեռևս ղեկավար կազմի ընտրության հարցն այսինքն անձանց են քննարկում հետեւաբար անդրադառնում են նաեւ այդ անձանց Շատ լավ հարց եք տալիս երբ որ անձանց են քննարկում պետք է քննարկեն այդ անձանց տեսլականը Հայաստանի Հանրապետության ապագայի ներկայիս մարտահրավերների վերաբերյալ բայց իրանք քննարկում են թե ով ինչքան փող է գողացել այս երկրից ով ինչա թալանել ով ինչը երբա լափել խոսքի ու դա ես կարծում եմ մեր երկրի մարտահրավերների հետ կապ չունի 9 տարի այդ պատմությունները լսում ենք թալաներ հետ բերեիք հանցագործեն չթողնեիք ընտրվեն եթե այդպես է այսինքն այն ինչ փաստարկներ իրար դեմ բերում են իրենք իրենց են հարվածում թե իշխանությունն է դնում այս ընդդիմության արչև ինքը իրան է վնասում որտեղ 9 տարի է նույն բանը ասում են 9 տարի ոնց կարելի է նույն բանը ասել 9 տարի ասել $200 միլիոն Ռոբերտ Քոչյանից պետքա բռնագազ 9 տարի նույն բանը կարելի է խոսալ եւ մյուսը գիտեք ես տեսնում եմ որ ինչ որ սերունդներ են եկել չէ այսինքն նախկին նախագահի տղային ասում են որ քո հայրը իմ հորը կալանավորել նա ասում է դե որ քո հայրը փող խոսնակեր այսինքն սա ինչ խոսակցություն է Սա ինչի մասին է։ Ասենք մյուս խորհրդարանում այս մարդկանց թորներն են նստած լինելու իրար հարցեր տան։ Գիտեք, ֆունդամենտալ հարցը ինձ համար հետևյալն է։ Արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգը այս ընտրություններով ձևավորել է քաղաքական էլիտա, որը ունակ է, adekvat է մեր մարտահրավերներին, չէ՞ ուռա հայրենասիրական բաների մեջ չի կամ ադրբեջանա-թուրքական ռոպագանդայի առաջամարտիկ չի եւ ուղղակի ուզում է այս երկրի խնդիրները լուծի։ Բոլոր իմաստներով ես կարծում եմ նշաձողերը տեղ չեն ֆիքսվել եւ շատ ցածր մակարդակի է այս ամեն ինչ ձևավորվել է եւ Հայաստանի մարտահրավերների պնդում եմ կապ չունի չունենք քաղաքական էլիտա որը հասկանում է Հայաստանին ինչ է պետք Ընդ որում ես ասեմ անգամ ընդդիմադիրների հայտարարությունները իրարամերժ են տոտալ իրարամերժ չի կարող ընդդիմությունն ասի մենք կողմ ենք այս խաղաղության համաձայնագրին բայց դեմ լինի սահմանադրության հանրակրվեին Եթե կողմ ես, եթե ասես կողմ եմ ես խաղաղության համաձայնագրին, ոնց կարաս դեմ լինես հանրակրվեին։ Դե ասում են դրանք լրիվ տարբեր չի, մեկը մյուսի շարունակությունն է։ Դա մեր ներքին գործն է ասում։ Եթե դու կողմ ես այս համաձայնագրին, ուրեմն դու չես կարա դեմ լինես հանրակրվեին։ Այսինքն այդ համաձայնագիրը ենթադրում է հանրակրվե։ Բա ինչ անում։ Այդ համաձայնագրի ստորագրումը ենթադրում է հանրակրվեով սահմանադրության նախաբանի վերացում։
Ո՞նց կարաս դու կողմ Բայց լինես։ որևէ ամրագրում չկա, օրինակ նույն օգոստոսի 8-ի փաստաթղթում։ Օգոստոսի 8-ի փաստաթղթի ամրագրման մասին չի, process-ի մասին է։ Process-ը բազմաթիվ հայտարարություններով, արձանագրություններով գնում է եւ այն մասին է, որ որ ուզում է, որ այս խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, բնականաբար դա խաղաղության համաձայնագիր չի, բայց եթե այդպես են համապատասխանում, թող այդպես լինի։ Նա չի կարող դեմ լինել սահմանադրական հարակվեին։ Դրանք իրար հետ չեն համընկնում։ Դրան դեռ կգանք, դեռ մնանք մեր նորընտիր խորհրդարանում, պարոն Մարոկյան։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, դուք չեք տեսնում ուժեղ խորհրդարանական վերահսկողության ունակ նորընտիր խորհրդարան։ Բացարձակ։ Նախլծակներ չկան խորհրդարանական վերահսկողության։ Սա մեկ, երկրորդը չեն կարող բազմաթիվ քրեական գործերով ծանրաբեռնված մարդիկ խորհրդարանական վերահսկողություն իրականացնել։ Այդ մարդիկ նվազագույնը փորձելու են իրանք շահերը պաշտպանել։ Մեկը իր փողերն է փորձելու պաշտպանել, այն մյուսը իր կնոջ աշխատանքը, այն մյուսը իր կնոջ աշխատանքը, այն մյուսը իր ռողբոր տղու աշխատանքը, դες փորձել են իրանք իրար հարցերը լուծել։ Սա կապ չունի ձեր մտածմունքների հետ, այն մյուսի փողոցներում քայլող քաղաքացիների իղձերի մտածմունքների, մտահոգությունների հետ բացարձակապես ոչ մի կապ չունի։ Այդ մարդիկ, որ դուք լսեք ինչ են իրանք խոսում են իրանք գործերից։ Ոնց անեն, որ իրանք գործերը լավ լինի։ Այսինքն այնտեղ այն մեկը քրեական գործով ասում բանը, բա ոնց կարելի է ինձ այս գործով դատել, այն մյուսը իր հիմնարկից է խոսում։ Էդ է։ Այսինքն սա Հայաստանի ժողովրդի խնդիրների մասին չի էս քննարկումը։ Հիմա կարող ասեք, լավ 4 օր սենց է եղել, կարող է մյուս մի շաբաթ ուրիշ ձևի լինի։ Առասարակ, ըստ ձեզ ինչպիսին պետք է լինի, հաշվի առնելով նաև միջազգային պրակտիկան, ինչպիսին պետք է լինի խորհրդարանական մշակույթը։ Ու եթե այս գումարման խորհրդարանի ավարտեմ հարցս, եթե այս գումարման խորհրդարանի աշխատանքը, նախորդի աշխատանքը համեմատենք ձեր падգամավոր եղած ժամանակաշրջանի հետ, ինչով են տարբերվում։ Ամենաթարմը համեմատությունը անեմ։ Երբ դաշինքը մտավ խորհրդարան եւ ասեց, որ ամեն հարցում պետք է մենք այլընտրանք ցույց տանք։ Ազգային ժողովի նախագահի տեխնացու են առաջադրել։ Հանրապետության նախագահի տեխնացու են առաջադրել։ Ուժ, որը ցանկանում էր իշխանությունը վերցնի, կա իշխանության, բայց պարտվել է դարձել անդիմություն, ամեն դեպքում պետք է իր այլընտրանքները ներկայացնել։ Բայց ինչ փոխվեց, որ առաջադրեցին։ Ցույց տվեցինք մեր տեխնացուի առաջադրելով եւ մեր դեսլական ներկայացնելով, թե մենք ինչպիսի ազգային ժողով ենք ուզում ունենանք։ Հիմա իշխանությունը առաջադրել է մի տեխնացու աժնախագահի, այդ մի տեխնացուն ընտրվել է, օպոզիցիան տեխնացու չունի։ Այսինքն չկա իրանց կողմից տեսլական, որը կարելի է ներկայացնել տեխնացու առաջադրելու միջոցով։ Դե գուցե գիտեմ, որ ժամավաճառություն կլիներ, եթե ժամավաճառություն չի, հենց ժամավաճառությունը քերուց հարցեր տալու մասին է։ Range Rover-ից խոսալն է ժամավաճառություն, ասենք, ու էլի այտենց հիմնարկից հետ խոսալն է ժամավաճառություն։ Ասեն չէ, իրանք իզեւի խորհրդարան էին պատկերացնում, որ հանկարծ որ իշխանություն լինեին։ Կարող ԿՊ-ներում ընտրել օրինակ ազգային ժողովի նախագահ իրանց թիմից, ասում էր թող հակակշիռներ լինի։ Փորձեին։ Պարոն Մարոկյան, իսկ այս խորհրդարանի գլխավոր մարտահրավերը ո՞րն է համարվում։ Օրինակ հիմա ընդդիմությունը դարձյալ ասում է, հեսա աշնանը հողեր են հանձնվելու, իշխանությունը գալի ասում եք հեսա 300,000 ադրբեջանցի են գալու, ուր են այդ 300,000 ադրբեջանցիները։ Հայաստանի ընդդիմությունը վերջին 5, 6, 7, 8 տարիների ընթացքում ինչ անում, ասենք վիճակագրի դեր է տանում։ Այսինքն գիտի, որ այս ինչ տարածքում հող են հանձնելու, չէ՞։ Դրա մասին ասում է հանձնելուց առաջ, հանձնելու պահին ու հանձնելուց հետո։ Եղբայր դուք ուրիշ առաջարկ ունեք, ինչ եք դուք ուզում անեք։ Դուք հանձնելու բանն եք, թամադեն եք։ Դուք հանձնելու, ասենք, դամպահողն եք։ Ինչ է Հայաստանում հանձնվել, որ ընդդիմությունը դամ չի պահել այդ ընթացքում։ Հիմա ինչ իրանք ասում են, որ հեսա նորից հողերա չէ հանձնվելու։ Ինչ են անում դրա համար։ Ինչ են արել դրա համար, եկե իրանց քերիներից են հարցնում։ Իրանց Range Rover-ից են խոսում։ Իսկ ինչ պետք է անեն ըստ ձեզ։ Պետք է գործ անեն, ինչ պետք է։ Նախ շանս կար ընտրությունները հաղթելու, այդ շանսը վարի են տվել, այդ մեկ։ Երկրորդը պետք է իրենց տեսլականը ներկայացնեն այդ process-ի վերաբերյալ։ Համախմբումներ շանսը, ես ճիշտ եմ հիշում, դուք նման գաղափարում եք։ Բայց չեղած բանից հիմա ինչ խոսան, այդեն չի եղել։ Պարոն Մարոկյան, դուք կողմ եք, որ ընդդիմությունը առհասարակ վերցներ մանդատները եւ լիներ այս խորհրդարանում, որովհետեւ շատ նաեւ այս հարցը քննարկվում է։ Ընդդիմությունը հայտարարել էր, որ խորհրդարանը լեգիտիմ չի, մենք ասում ենք, դե եթե լեգիտիմ չի, եթե դուք վերցնեք, դրանով լեգիտիմացնելու եք։ Մերան գնացին վերցրեցին, ասում են, բայց էլի լեգիտիմ չի։ Okay։ Աշխատեք։ Նայեք, ոչ մի պտուղ չի կարող բարի լինի, եթե այն ծառը, որից այդ պտուղը քաղել ենք, ինքը չարա։ Հիմա ոչ լեգիտիմ ճանապարհով ձեռք բերված
ձայները եւ ձևավորված պարլամենտը չի կարող բարի պտուղ տա։ Եվ այս պարլամենտի մարտահրավերներն են սպասվող, այո, տարածքների միակողմանի զիջումները, այս պարլամենտի մարտահրավերներն են Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված հանրակրվեն, այս պարլամենտի մարտահրավերն է ՀԱՏՄ-ի, Ռուսաստանի, Ղազախստանի կողմից մեզ պարտադրված հանրակրվեն, այս պարլամենտի մարտահրավերն է ռեֆորմները, որը երկրում ընդհանրապես չի արվել եւ չի արվում, այս պարլամենտի մարտահրավերն է իրավունքի գերակայությունը պահելը, սահմանադրական կարգը պաշտպանելը, հենց որը կարան իրան կանեն։ Ըստ այդմ որը կլիներ, օրինակ, եթե դուք ընտրվեիք եւ լինեիք հիմա խորհրդարանում, ձեր օրինակ առաջին ելույթը այս խորհրդարանում, ինչի մասին կլիներ։ Ես չեմ պատկերացնում, որ մենք որ ընտրվեինք, ինչ ուժերով կլինեինք, ինչպեսին կլիներ։ Իմ պատկերացումը ընդդիմադիր падգամավորի պատկերացում չէր, իմ պատկերացումը իշխանությունը փոխելու պատկերացում էր։ Եթե մենք ընտրվեինք, մենք իրականացնեինք մեր ծրագրերը, ինչի մասին մենք խոսում էինք։ Դա Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունն էր, որ օրինակ երազխում գործարան մեկ ուզենակառույցի Ադրբեջանը չկարենա արգելի, օրինակ էներգետիկ անվտանգության ապահովումներ, որ մեր ատոմակայանը չկարողանան փակել, օրինակ Հայաստանի տարածքներից զիջումներ չանելներ, օրինակ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելներ, որ հիմա օկուպացված է նորմալ հզոր բանակ կառուցել, այսինքն այդ գործերով կզբաղվեինք։ Եթե լինեինք ընդդիմադիր падգամավոր, ես արդեն ասեցի, ցույց կտայինք այլ ընտրանք իշխանության բերած ամեն օրակարգին։ Իդեպ ոչ թե խոսանք ինչ որ մեկի քերուց։ Իդեպ ընտրություններից առաջ նույն այս տաղավարում երբ զրուցում ենք, դուք մեծ վստահություն ունեիք, որ անցողիկ շեմը հաստատ հաղթահարելու եք։ Ինչը խանգարեց։ Այո։ Խանգարեց բևեռացումը։ Բևեռացումը։ Ոչ թե ուժերի գերագնահատումը։ Ուժերի գերագնահատման բան չկա, մենք ուսումնասիրություններ ունենք, մենք տեսնում ենք, որ իրավիճակում ոնց է հնարավոր, չէ՞։ Երբ որ ընտրություններից 1 օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողով են դիմում, որ ինչ որ մի ուժի հանեն ընտրապայքարից, որից հետո process-ը նորմալ շարունակվում է, դա ժողովրդին սիգնալ է տալիս, որ պետքա կենտրոնանալ այդ ուժի վրա, չէ՞։ Հիմա ընդդիմադիր դաշտի վերջին տարիների բոլորի աշխատանքը, քրտինքը կապիտալիզացված է այդ ուժի մոտ, ուժեղ Հայաստանի, որը միշտ ա եղել նորմալ է։ Հիմա Ռաֆի Հովհաննիսյանը որ սկսեց քարոզարշավ անել, չէ՞, բոլոր ընդդիմադիրների ձայները կենտրոնացավ իր մոտ։ Դրանից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը 2008-ին առաջադրվեց, մինչև այդ պայքարի մեջ եղած բոլոր ընդդիմադիրների ձայները կենտրոնացավ այդտեղ։ Դա նորմալ process է։ Հասկանում եք, այսինքն ընտրական ցիկլից ցիկլ կարող է հայտնվել մեկը, մի ուժ կամ ինչ որ մեկը, որը կարող է բոլորի ձայները քաշել տանել։ Բայց եթե ճիշտ աշխատանք գնա, կարող է դա բերել փոփոխությունների։ Դե սխալ աշխատանքը գնա, կարող է բերել նրան ինչին որ բերել է։ Այստեղ դարդը ինչ է, որ օրինակ մենք հայազգային կոնգրեսը, չգիտեմ, էլի այլ ուժեր, հա, չեն անցել խորհրդարան։ Դարդն այն է, որ չի ձևավորվել խորհրդարան, որը adekvat է այս երկրի մարտահրավերներին, դարդը դա է։ Այսինքն մենք ինչ ենք անում, մենք հրապարակային առաջարկ ենք անում, որ մենք պատրաստ ենք ծառայել SSS թեմաներով, սիրի ժողովուրդ։ Ժողովուրդը որոշում է, ուզում է որ մենք ծառայենք, մենք ծառայում ենք, չի ուզում մենք ծառայենք, չենք ծառայում, ծառայում են ուրիշները։ Հիմա այն ուրիշները, որ պետք գնացեն, որ ծառայեն, 4 օրվա գնահատականը դուք տվեցիք, ինչ ասեմ։ Դուրս գալով ընտրական եւ խորհրդարանական գործընթացներից, տեսեք, այս շրջանում Հայաստանին ուղված երկու տարբեր տեղերից հորդորներ կան հանրաքվե անցկացնելու։ Մի կողմից Ադրբեջանն է շարունակում պահանջել այդ երկրի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը վերջին ասաց, որ պետք է սահմանադրության մեջ արտաքին գործերի նախարարը պետք է փոփոխություններ լինեն, դե սահմանադրության մեջ փոփոխությունները ենթադրում են հանրաքվե։ Մյուս կողմից ԵԱՏՄ անդամ երկրները, նաև իդեմս Ռուսաստանի նախագահի ասաց, որ պետք է հանրաքվե անցկացվի շուտապույտ ԵԱՏՄ թե ԻԵՄ։ Հիմա սրանք պետք է տարանջատված դիտարկել այս երկու հանրաքվեների հորդորները, թե ամեն դեպքում ինչ-որ մի կետում նրանք հատվում են։ Ես կարծում եմ, որ ցանկացած արտաքին պարտադրանք, որ մեզ պարտադրվում է, պետք է ուղարկել գրողի ծոցը։ Կապ չունի դա որ կողմից էլ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի կարող արտաքին պարտադրանքներով իր քաղաքականությունը կառուցել։ Այսինքն Ալիևի արտաքին պարտադրանքին մենք դեմ ենք։ Մենք դեմ ենք մեր սահմանադրությունը փոխել Ալիևի հրահանգներով, պատվերով, երեկել Հիկմեթ Հաջիևը Ալիևի օգնականը հայտարարել է, որ արդեն Հայաստանից ինքը իմպուլսներ է ստացել, որ այս process-ը սկսվում է։ Մենք ստեղ բան չգիտենք, ինքն է ասում, այսինքն Հաջիևն է ասում։ Նաև մենք դեմ ենք Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից պահանջող նավ ԵԱՏՄ, մեծ երկու նախագահների հայտարարությունը, չէ՞ որքան որ հիշում եմ, պարտադրվող հանրաքվեի պահանջին, որտեղ դա էլ է արտաքին պարտադրանք։ Մենք ցանկացած արտաքին պարտադրանքի ենք դեմ։
Հասկանում եք, որ Եվրոմիությունն էլ մեր պարտադրի ինչ որ հանրակրվե անել, դրան էլ ենք դեմ։ Այսինքն մենք մեր process-ներով պետքա գնանք։ Այլ բան է, որ հիմա մենք խնդիրներ ունենք շուկաներում, չէ՞։ Դա ուրիշ հարց է։ Այդտեղ կա բնականաբար ԵԱՏՄ-ի խնդիրները, ինչի, որովհետև մեր ապրանքները ոնց է մինչև այդ համա պատասխանում, հիմա չի անպատասխանում։ Այսինքն որոշումը քաղաքական է կայացվել։ Տեխնիկական իմաստով վարչապետը արդարացրեց այդ որոշումը, օրինակ ձկների մասով։ Դες ես չեմ ուտում այդ ձուկը, որովհետև վատն է։ Որ ով կար այդ հարցը տենց լուծել։ Նայեք, կա ձուկ որ արտանվում է, չէ՞։ Եվ փակելն չի արտանվում։ Հիմա երկի վարչապետը պետք է հարցը լուծի, որ ձուկ արտանվի, հարցը լուծում ասում է՝ մի կերեք այդ ձուկ, այսինքն փակում է այդ բիզնեսը։ Հիմա այդ սահմանափակումները շարունակեն ԵԱՏՄ-ի վերջն է, թե ոչ սա, ասես։ Ով է ասի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է ԵԱՏՄ-ի վերջն է։ Որովհետև ԵԱՏՄ անդամ երկրի արչև նման Ուրեմն սահմանափակումներ են ես նշեցնել, որ վարչապետը նաև ժամանակին հայտարարել էր, որ ինքը մի հատ լայվ կանի եւ Ադրբեջանի վերջը կլինի։ Ադրբեջանը ներքաղաքական եմ ուզում ասել։ Իմ գնահատականով ես չեմ կարող ասել, որ Հայաստանի ապրանքները, որ ԵԱՏՄ չեն գնում, ԵԱՏՄ-ի վերջն է։ Մեր բիզնեսներն են տուժում, անօրինական, ապօրինի, բնականաբար դրա հետևին կանգնած է մեր իշխանությունների ապիկար քաղաքականությունը, չէ՞, բայց տեխնիկական իմաստով է դա։ Քաղաքական իմաստով process-ներ կան, խնդիրներ կան։ Հիմա ընտրությունների ժամանակ խոսք է տվել Նիկոլ Փաշինյանը, որ գնալու է հունիսի կեսին այդ հարցը լուծի, չի լուծել։ Խոսք է տվել մարդկանց։ Խոսքը տվել է, ընտրել են, հարցը չի լուծել։ Եվ հարցը լուծում է ռետրոսպեկտիվ, ոնց ասում է ձուկը վատնա։ Մի կերեք ախպեր, ձուկը վատ։ Վաղը որ ԵԱՏՄ-ն բացել, չէ՞, ձուկը։ Ինչի՞ մեծ ձուկ ուտելու են, էլ այնտեղ թե չէ։ Մեր արտահանողները կանոնն են ձուկ արտահանել այնտեղ թե չէ, որտեղ արդեն երկրի ղեկավարը պաշտոնապես հայտարարել է, ինքը այդ ձուկը չի ուտում, որտեղ վատնա, խնդիրներ կա։ Այսինքն խնդիրը չի կարողանում լուծի մարդկանց, որ պետական բյուջե հարկեր են վճարվում, ինչ անում, սպանում է խնդիրը, վերացնում է։ Նույնը Ղարաբաղի հետ է տեղի ունեցել։ Եվ ցանկացած, այսինքն մեր Հայաստանի վերջին 9 տարվա մտածողությունը քաղաքականության էսպիսին է։ Ամեն ինչ գցել, ձեզ չպետք է գնալ հանրակրվեի որևէ կերպ։ Որևէ սահմանադրություն չպետք է փոխել եւ չպետք է նաեւ որոշել ԵԱՏՄ թե ԵՄ հարցնել ժողովրդին։ Ցանկացած արտագին պարտադրանք դա Հայաստանի ինքնիշխանության մասին չի։ Դա մենք պետք է նաեւ հասկանանք, դա մեզ պետք է թե ոչ։ Մի կողմ թողնենք մյուս հայտարարությունները։ Եթե իրանք չէին հասկանում, դա ինձ պետքա թե չէ։ Խորհրդանում ինչի է օրենք անցկացրին։ Նայեք, օրենք են անցկացրել, որը վերջում Ռուսաստանն ասում է կամ ԵԱՏՄ երկրին ասում են դեսա խնդրեմ է մեր համար, գնացեք հանրակրվե արեք, վերջնական որոշեք։ Եթե վերջնական որոշում չունեիք, եթե այնտեղ չէիք պայմանավորել, որ պետքա մեզ ընդունեն, ինչի եք այդ օրենքը ընդունել։ Որ ինչ եք ասենք տնտեսությունը հասել նման խնդիրների։ Իսկ Ադրբեջանից հնչող այդ հայտարարությունները։ Նույնը Ադրբեջանից հնչող հայտարարությունների վերաբերյալ Դրանք հակասում են օգոստոսի 8-ի 3-4 տարի ասում են, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխելու նախապայման Ադրբեջանը բանակցություններից առաջ չի ունեցել։ Ադրբեջանը 5 սկզբունքներ է ներկայացրել բանակցությունների համար, որի շուրջ մենք սկսել ենք բանակցությունները։ 5 սկզբունքների մեջ չի եղել Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջ։ Հայաստանի սահմանադրությունը ուտելու ընթացքում Իշտահը բացվում, այլ ավելի ընդհանուր։ Լեգիտիմության խնդիր ունի հիմա թե ոչ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ձեզ։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ո՞նց կա լեգիտիմության խնդիր ունենա։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը մեր սահմանադրությունն է։ Քանի որ նա համարվում է ընդունված, մենք դա որովհետև ոչ միանշանակ է ընդունվում ընտրվելու գործընթացը։ Չէ, Ալիևը դա է հարցնում։ Այսինքն Ալիևի բարձրացած հարցը դրա վերաբերյալ չի։ Ուղղակի մեզ այտենց բան արվում, իշխանություններն ասում են դե քանի որ այն ժամանակ կեղծվել են ընտրությունները, դե երևի դա կեղծվել բան, մեզ պետքա նոր սահմանություն, որ կեղծված չլինի։ Շատ լավ։ Թող այս տեքստը ոնց կա դնեն քվեարկության։ Առանց կեղծելու թող գնան սա ընդունեն։ Կարան անեն։ Եթե խնդրեմը զուտ այդ կեղծելու մեջ է։ Իմ կարծիքով խնդրեմը սուպերվարչապետական համակարգի մեջ է։ Խնդրեմը խորհրդարանական այն համակարգն է, որը խորհրդարանական չի եւ ընդհանրապես ընդդիմադիր խմբակցությունները լիազորություն չունեն, ընդդիմությունը որևէ դերակատարում չունի։ Իմ կարծիքով խնդրեմը դրա մեջ է։ Սահմանադրությունը պետք է փոխել դրա համար, որը անկախ դատական իշխանություն ունենալ, խոսքի ազատություն ունենալ, ով տեղից վեր կենա չկարողանա դատի տալ, հաշիվները տարգելանքի տակ դնել, գույքը տարգելանքի տակ դնել, երկրում այսքան քաղբանտարկյալներ չլինեն։ Խնդիրները դրա մեջ է, խնդիրն է պետք կարգավորել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանն էր։